Պատգամավորները գնում են աշխատանքի, ստանում են բարձր աշխատավարձ, հա, հարկատուների հաշվին, այսինքն մեր բոլորիս հաշվին, կռվում են իրար հետ, չգիտեմ, քաշքշում են իրար, բրբրթում են իրար, վիրավորում են իրար, վերջում թողում գնում են տուն։ Սա մեր ազգային ժողովի ընդհանուր պատկերն է։ Հիմա ով ասեց արա, ով ասեց հլես կողմ, ով ասեց այն կողմ, երկրորդական բան է դարձել արդեն։ Վարդան Օսկանյանը, ես կարծում եմ, տարիքից ելնելով եւ իր հնարավոր է իրավիճակից միգուցե ելնելով մի քիչ կտրվել է adekvatությունից եւ կարդացել եմ, նույնիսկ անդրադարձել եմ, գտնում եմ, որ իր հայտարարությունները զավեշտալի են ուղղակի։ Նման դեպքերում կամ լքում են քաղաքական դաշտը, կամ, չգիտեմ, քայլեր են ձեռնարկում։ Այդ մարդը համաձայն է, գիտեք, նստի տեղ, կան իր վրա գոռան, կան ինչ-որ քաշքշեն, կան ինչ-որ բաներ խոսան, հա, ինքն էս նստի։ Բա դուք ընտրվելուց ասում եք, մենք օրը արև չենք տալու Նիկոլ Փաշինյանին։ Մստացվեց, որ օր էլ տվեցիք, արև էլ տվեցիք։ Բա դուք ինչ վստահ եք, որ ձեր հանրահավաքները հաջողությամբ կսակվի, որ մարդկանց ծեծում էին, ջարդում էին, ձերբակալում էին, ճակատագրեր էր խեղվում վերջով, մարդիկ ջահել գնացին ընկան, ասենք, ոստիկանություն, դատարաններ, քրեական գործեր։